Բարձր դատարան դատաքննության հարգելի անդամներ։ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության մասին դիմումներում նշված եւ սահմանադրական դատարանում հնչած պնդումները, կից ներկայացված նյութերը այդպես էլ որևէ կերպ չհիմնավորեցին, որ կոմիտեն դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներից, խախտել է քաղաքական չեզոքության սկզբունքը կամ իրականացրել է այնպիսի գործողություններ, որոնք իրենց բնույթով եւ նպատակով կարող էին գնահատվել որպես ընտրական գործընթացներին միջամտություն։ Ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում հակակոռուպցիոն կոմիտեն նախագահի գլխավորությամբ գործել է գերծանրաբեռված աշխատանքային ռեժիմով, ապահովելով կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործների վերաբերյալ ստացված բոլոր տեղեկությունների օպերատիվ եւ արդյունավետ մշակումն ու քննությունը։ Այդ արդյունքները հնարավոր են դարձել կոմիտեի նախագահի կողմից ճիշտ կառավարչական առաջնահերթությունների սահմանման, քննչական եւ օպերատիվ ստորաբաժանումների միջև արդյունավետ համագործակցության եւ փոխգործակցության ապահովման շնորհիվ։ Փաստական տվյալները վկայում են, որ կոմիտեն գտնվել է իր գործառույթների իրականացման առաջնագծում եւ պատշաճ, նպատակային եւ արդյունավետ կերպով իրականացրել է իր կոռուպցիոն հանցագործների դեմ պայքարի օրենսդրությամբ սահմանված լիազորությունները։ Վիճարկվող հրապարակումները հանդիսացել են հանրային իրազեկման միջոցառումներ, որոնք հետապնդել են ընտրական բնույթի հանցագործությունների կանխարգելման, հանրային իրավագիտակցության բարձրացման, ընտրողների ազատ ընտրության պաշտպանության եւ ընտրական գործընթացի օրինականության ապահովման լեգիտիմ նպատակներ։ Ստացված բազմաթիվ տվյալները վկայում են, որ հրապարակումները գործնականում ունեցել են կանխարգելիչ ազդեցություն, նպաստել են իրավախախտների մասին հաղորդումների աճին, իրավապահ մարմինների հետ համագործակցության ակտիվացմանը եւ ընտրական գործընթացում առկա ռիսկերի բացահայտմանը։ Առարկայազույգ էին նաեւ այն ընտրովի արդարադատության, քաղաքական թիրախավորման, անմեղության կանխավարկածի խախտման կամ ընտրողների վրա ենթադրյալ ապօրինի ազդեցության վերաբերյալ պնդումները, մասնավորապես դիմատուների կողմից չներկայացվեց գեթ 1 փաստական տվյալ, որը կհաստատեր պատճառահետևանքային կապ հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունների եւ ընտրական վարքագծի կամ ընտրությունների արդյունքների միջև։ Դիմողի ներկայացուցիչներն իրենց խոսքում շեշտեցին, որ ներկայացված ձայնագրությունները մոնտաժված է, փորձելով ասվածից բխեցնել դրանց անվստահելիությունը։ Սակայն մոնտաժված լինելը ինքնին չի նշանակում կեղծված լինել։ Տեխնիկական մշակումն իրականացվել է միայն այն նպատակով, որպեսզի առանձնացվեն գործի համար իրավական նշանակություն ունեցող հատվածները։ Ձայնագրությունների ամբողջական տարբերակները պարունակել են մեծածավալ անձնական, կենցաղային եւ գործին չվերաբերող խոսակցություններ, ուստի դրանք ամբողջությամբ չեն հրապարակվել, նաեւ մասնակիցների անձնական կյանքի անհարկի միջամտությունից խուսափելու նպատակով։ Հետևաբար, իրավական նշանակություն ունեցող հատվածների առանձնացումը որևէ կերպ չի վկայում ձայնագրությունների կեղծման կամ բովանդակության խեղաթյուրման մասին եւ ինքնին չի կարող հիմք հանդիսանալ դրանց ապացուցական արժեքը կասկածի տակ դնելու համար։ Հրապարակումների մասով մի դիտարկում էլ հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունները, այդ թվում կանխարգելիչ գործունեությունը, քարոզչության հետ նույնացնելը եւ այդ հիմքով ընտրական օրենսգրքի համապատասխան կարգավորումները կիրառելի համարելը կնշանակի հրաժարվել ոչ միայն իրավական հիմնավորումներից, այլև տրամաբանական դատողության կանոններից։ Հատկանշական է, որ կոմիտեի պնդումներին, ըստ որոնց չկա օրինական ուժի մեջ մտած որևէ վարութային ակտ, որով կարձանագրվեր, որ որևէ քրեական վարույթ նախաձեռնվել է օրենքով չնախատեսված հիմքով, որ որևէ խափանման միջոց կիրառվել է
անձի քաղաքական պատկանելիության պատճառով, որ որևէ քննչական գործողություն կատարվել է քաղաքական նպատակադրումներով, դիմողների ներկայացուցիչների կողմից չերկվեցին որևէ իրավական կամ փաստական հիմնավորմամբ։ Դրանց հակադրվեցին բացառապես սուբյեկտիվ գնահատականներ, ենթադրություններ եւ չհիմնավորված պնդումներ, որոնք չեն կարող կասկածի տակ դնել վարույթի օրինականությունը կամ ներկայացված փաստարկների հիմնավորվածությունը։ Ընդ որում, դիմողի ներկայացուցիչները փորձեցին չբողոքարկված վարույթային ակտերը հիմնավորել ծանրաբեռվածությամբ կամ իրենց ընտրած մարտավարությամբ, սակայն այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես հրապարակումներում նշված քաղաքական ուժերի կամ դրանց հետ ենթադրյալ առնչություն ունեցող անձանց նկատմամբ իրականացված քրեական վարույթներում պաշտպանական կողմը մշտապես ցուցաբերել է բացառիկ ակտիվություն։ Նույնիսկ վկաների հարցաքննությունների ժամանակ փաստաբանական խումբը անմիջապես ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, պաշտպանելու իր վստահորդների շահերը։ Տվյալ վարույթներում մեղադրյալների շահերը ներկայացրել են հիմնականում մեկից ավելի պաշտպաններ։ Այս հանգամանքները բացառում են այն պնդումները, թե վարույթային ակտերը չեն բողոքարկվել ժամանակի սղության, ծանրաբեռվածության կամ մարտավարական նկատառումներից ելնելով։ Եթե պաշտպանության կողմը գտներ, որ նախաքննության ընթացքում թույլ են տրվել ապօրինություններ կամ խախտվել են իրենց վստահորդների իրավունքները, ապա դրանք կբողոքարկվեին օրենքով սահմանված կարգով։ Որևէ վարույթային ակտ չի բողոքարկվել բավարար իրավական հիմքերի բացակայության պատճառով։ Հակիրճ անդրադառնամ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչի կողմից ներկայացված հետազոտության հաշվետվությանը, որին հղում կատարեցին դիմողների գրեթե բոլոր ներկայացուցիչները, այն ներկայացնելով որպես անհերքելի ապացույց։ Բարձր դատարան հաշվետվությունում հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանը վերաբերելի են 4.4 եւ 4.5 մասերը։ Նշեմ, որ հետազոտությունը հիմնված է հարցվածների տեղեկացվածության, անձնական գնահատականների եւ իրենց իսկ հաղորդած ազդեցության ընկալումների վրա։ Ուստի այն չի կարող հաստատել պատճառահետևանքային կապ ձայնագրությունների հրապարակման եւ ընտրողների քաղաքական վարքագծի միջև։ Հաշվետվությունում նույնիսկ օգտագործվում է մոտավոր համակցված ազդեցություն եզրույթը, որը գնահատողական հաշվարկ է, ոչ թե ուղղակի արձանագրված փաստ։ Բացի այդ, հաշվի չի առնվել հետադարձ ռացիոնալացման երևույթը, երբ ընտրողները ընտրությունից հետո փորձել են բացատրել իրենց կատարած ընտրությունը, մինչդեռ սոցիոլոգիական հարցումները չեն կարող ճշգրիտ վերարտադրել, թե իրականում ինչ գործոններ են ազդել անձի որոշման վրա։ Արդյունքում հաշվետվության վերջնական եզրակացությունները գերազանցում են դրանցում առկա տվյալների ապացուցողական ուժը, տեղեկացվածության մակարդակի, գնահատողական դատողությունների եւ ընկալվող ազդեցության վերաբերյալ տվյալներից արվել է ուժեղ պատճառահետևանքային եւ քաղաքական ազդեցության եզրահանգումներ, որոնք ներկայացված ապացույցներով չեն հիմնավորվում։ Հետևաբար դիմումներում ներկայացված պնդումները չեն կարող հիմք հանդիսանալ այն եզրակացության համար, թե հակակոռուպցիոն կոմիտեն դուրս է եկել իր օրենսդրության լիազորությունների շրջանակներից կամ խախտել է սահմանադրությամբ եւ օրենքով ամրագրված սկզբունքները, քանի որ սահմանադրական արդարադատությունը պահանջում է ոչ թե ենթադրություններ եւ ընկալումներ, այլ հստակ փաստեր, ապացուցված պատճառահետևանքային կապ եւ իրավական հիմնավորում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի հարգելի ներկայացուցիչի մեկ այլ փաստարկ ակնհայտորեն կառուցված է մեկ առանցին դրվագի ընտրովի ներկայացման վրա եւ անտեսում է դրա իրավական նշանակությունը։ Մասնավորապես, քրեական հետապնդման դադարեցումը որևէ դրվագով ինքնին չի կարող եւ չի վկայում,
որ իրավապահ մարմնի իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումները կամ կանխարգելիչ գործողությունները եղել են անհիմն, անօրինական կամ կանխակալ։ Նման պնդումը ոչ միայն իրավաբանորեն է անհիմն, այլ անտեսում է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր դրվագ ենթակա է ինքնուրույն դատավարական գնահատման, ելնելով տվյալ դրվագով ձեռք բերված ապացույցներից։ Հակառակ դեպքում պետք է ընդունել, որ ցանկացած վարույթով մեկ դրվագի վերաբերյալ կայացված որոշումը ինքնաբերաբար անվավեր է դարձնում մնացած բոլոր դրվագները, ինչը ոչ իրավաբանորեն, ոչ էլ տրամաբանորեն ընդունելի չէ։ Հետևաբար, մեկ դրվագով քրեական հետապնդման դադարեցման փաստը չի կարող ծառայել որպես հակակոռուպցիոն կոմիտեի ամբողջ գործունեությունը կամ հրապարակված տեղեկատվության արժանահավատությունը կասկածի դնելու հիմք։ Առավել ևս, երբ նույն անձի վերաբերյալ մեկ դրվագով քրեական վարույթը, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, գտնում է դատարանի վարույթում, իսկ մյուս հանգամանքներով նախաքննությունը շարունակվում է։ Բարձր դատարան։ Դատաքննության ընթացքում ներկայացվեց մեկ այլ թեզ ևս, որը հիմնված էր ոչ թե ամբողջական իրականության, այլ ընտրովի ներկայացման վրա։ Ասվեց, որ իշխող քաղաքական ուժի նկատմամբ վարույթ չի նախաձեռնվել, եւ դրանից փորձ արվեց եզրակացնել, թե հակակոռուպցիոն կոմիտեն գործել է ընտրողական։ Սակայն հնչեցված այս թեզը չի դիմանում նույնիսկ տարական տրամաբանական ստուգմանը։ Եթե հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը գնահատելու չափանիշն այն է, թե որ քաղաքական ուժի նկատմամբ վարույթ նախաձեռնվել է, որի նկատմամբ ոչ, ապա նույն չափանիշը պետք է կիրառվի բոլորի նկատմամբ, այլ ոչ թե ընտրովի։ Ընտրությունների մասնակցած ընդհանուր քաղաքական ուժերից վարույթ չի նախաձեռնվել ոչ միայն իշխող ուժի, այլև եւս 10-ից ավել քաղաքական ուժերի նկատմամբ։ Այդ փաստը ամբողջությամբ քանդում է այն պնդումը, թե միայն իշխող ուժի նկատմամբ վարույթի բացակայությունը ապացուցում է կոմիտեի կողմնակալությունը։ Եթե ներկայացվող տրամաբանությունը հետևողական լիներ, ապա պետք է նույն մեղադրանքը կառուցվեր նաև մյուս քաղաքական ուժերի նկատմամբ, սակայն այդ մասին լռություն պահպանվեց, որովհետև այդ դեպքում ակնհայտ կդառնար, որ ընտրվել է ոչ թե ամբողջական փաստական պատկեր, այլ միայն այն դրվագը, որը կարող էր ծառայել նախապես ձևավորված թեզին։ Իրավական գործընթացում փաստերը չեն կարող ներկայացվել ընտրովի, երբ անտեսվում է նույն իրավիճակում գտնվող մյուս 10-ից ավել քաղաքական ուժերի հանգամանքը եւ առանձնացվում է միայն մեկը, դա ոչ թե փաստարկ է, այլ ընտրովի ներկայացված պատկեր, որը չի կարող հիմնավորվել կոմիտեի աշխատանքի վերաբերյալ գնահատականները։ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթներով պարզված փաստական տվյալների համակցված վերլուծության հիման վրա կարող ենք փաստել, որ ընտրակաշառքի դեպքերը կրել են համատարած բնույթ։ Արձանագրվել են այսինքն Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում եւ Երևան քաղաքի վարչական շրջանների գերակշիռ մասում։ Ընդ որում, խոսքը յուրաքանչյուր մարզում կամ վարչական շրջանում մեկական մեկուսացված դեպքերի մասին չէ, այլ բազմաթիվ դրվագների, որոնք իրականացվել են նույնանման կամ էականորեն համանման եղանակներով։ Նման պայմաններում դրանք այլևս չեն կարող դիտարկվել որպես միմյանցից անկախ իրավախախտումների ամբողջություն, այլ վկայում են համակարգային բնույթի հանցավոր երևույթների մասին, որն օբյեկտիվորեն խաթարում է ընտրողների ազատ կամաարտահայտման երաշխիքները, ազդում ընտրական գործընթացի ազատության եւ հավասարության սկզբունքների վրա եւ վտանգում է ընտրությունների արդյունքների, ընտրողների իրական կամքն արտացոլելու հնարավորությունը։ Պարոն Ասատրյան, կներեք, որ ընդհատում եմ 5 րոպե մնացավ արդեն։ Սա քաղաքական գնահատական չէ, այլ իրավական հետևություն, որը բխում է գործով հաստատված փաստական հանգամանքներից։ Հենց այս համատեքստում պետք է գնահատել նաև հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը
Եթե կոմիտեն նպատակային, հետևողական եւ արդյունավետ միջոցներ չձեռնարկեր կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների կանխարգելման, բացահայտման եւ քննության ուղղությամբ, ապա այդ համակարգային երևույթի իրական ծավալներն ու հանրային վտանգավորությունը կարող են լինել անհամեմատ ավելի մեծ։ Արդեն իսկ բացահայտված դեպքերի աշխարհագրությունն ու քանակը ցույց են տալիս, որ խնդիրը կրել է լայն տարածված բնույթ, եւ հենց կոմիտեի ակտիվ, թիրախային եւ հետեւողական միջամտության շնորհիվ է հնարավոր եղել բացահայտել այդ հանցավոր սխեմաները, կանխել դրանց հետագա զարգացումը եւ սահմանափակել դրանց ազդեցությունը ընտրական գործընթացի վրա։ Հակառակ դեպքում ընտրակաշառքի դրսևորումները կարող էին ձեռք բերել ավելի լայն ընդգրկում, առավել խորապես խաթարելով ընտրողների ազատ ընտրությունը, ընտրությունների արդարության սահմանադրական երաշխիքները, ինչպես նաև ժողովրդավարական ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը։ Ամփոփելով նշեմ, որ սույն գործով դատանի ներկայացվեց ոչ թե ապացուցված պատճառահետևանքային կապ, այլ ենթադրությունների շղթա, որով փորձ արվեց ընտրությունների արդյունքները կապել հակակոռուպցիոն կոմիտեի օրինական գործունեության հետ։ Սակայն սահմանադրական արդարադատությունը հիմնվում է ոչ թե հավանականությունների, այլ ապացույցների, ոչ թե ենթադրությունների, այլ հաստատված փաստերի վրա։ Այսպիսի փաստեր սույն գործով չներկայացվեցին, եւ որևէ ապացույցով չհաստատվեց, որ հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունները հակասել են սահմանադրությանը, օրենքին կամ իրականացվել են իր լիազորությունների սահմաններից դուրս։ Եվ վերջում, բարձր դատարան, հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վերաբերյալ դիմողի ներկայացուցիչների գնահատականները, ինչպես դատաքննության սկզբում, այնպես էլ ավարտին, հիմնվեցին ենթադրությունների վրա եւ այդպես էլ այդ ենթադրություններին փոխարինելու չեկան ապացույցները։ Շնորհակալություն։